Բարև։ Գյոտեբորգի համալսարանի գիտնականները իսկական ձեռքբերում են գրանցել հաղթահարելով մեխանիզմների չափերի փոքրացման 30-ամյա արգելքը։ Նրանք ստեղծել են փոքրագույն շարժիչներ, որոնց տրամագիծը ընդամենը 16 միկրոմետր է, այսինքն 5 անգամ բարակ, քան մարդկային մազը, իսկ ռեկորդային փոքր տարբերակը ընդամենը 8 միկրոմետր է մարդու արյան բջջի էրիթրոցիտի չափ։ 3 տասնամյակ շարունակ ամբողջ աշխարհում ինժեներները փորձում էին լուծել մեխանիկական փոխանցումները մինչև 0.1 մմ փոքրացնելու խնդիրը։ Գլխավոր խնդիրը այդքան փոքր մասշտաբներում հաղորդակների համակարգի ստեղծման ու միացման անհնարինությունն էր, սակայն շվեդ հետազոտողները գտել են էլեգանտ լուծում։ Նրանք ամբողջությամբ հրաժարվել են մեխանիկական հաղորդակներից ու ստիպել են ատամնանվակներին պտտվել լույսի ազդեցության տակ։ Հաջողության բանալին օպտիկական մետանյութերն են, սիլիցիումից նանոստրուկտուրաները։ Դրանք կարող են հատուկ ձևով փոխել լազերային ճառագայթի ֆոտոնների ուղղությունը, ու երբ ճառագայթն ընկնում է այդպիսի մակերևույթի վրա, ֆոտոնները շեղվում են այլ ուղղությամբ, իսկ ինքը ստրուկտուրան ստանում է իմպուլս հակառակ ուղղությամբ, ճիշտ եւ ճիշտ ինչպես հրթիռը, որը շարժվում է շիկացած գազի շիթը արտանետելու հաշվին։ Այդպիսի միկրոշարժիչները կառավարելն աներևակայելի հեշտ է։ Լազերի ինտենսիվությունը կառավարում է պտտման արագությունը դանդաղից մինչև քառակուսի միլիմետրը 90 միկրովատ, իսկ լույսի բևեռացումը փոխում է շարժման ուղղությունը։ Գծային բևեռացման դեպքում շարժիչը պտտվում է մի ուղղությամբ, շրջանաձև բևեռացման դեպքում այն արագանում է, իսկ ձախակողմյան բևեռացումը ստիպում է շարժիչին դանդաղել կամ շրջադարձ կատարել։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Գիտնականներին հաջողվել է հավաքել իսկական միկրոմեքենաներ։ Մետամակերևույթով շարժահաղորդ ատամնանվակը պտտումը փոխանցում է պասիվ ատամնանվակներին, առանց սեփական հաղորդակի։ Կարելի է կառուցել 5 ու ավելի էլեմենտներից բաղկացած շղթաներ, ստեղծել ռեդուկտորներ մոմենտի կամ արագության ավելացման համար։ Ավելին, ստեղծվել է ձող ատամնանվակ մեխանիզմ, որը պտտումը վերածում է գծային շարժման, ինչպես իսկական ավտոմեքենաներում, սակայն հազարավոր անգամներ ավելի փոքր։ Գիտափորձերից մեկի ընթացքում այս միկրոմեխանիզմները կառավարել են ոսկյա միկրոսկոպիկ հայելիներ, արգելափակելով ու բաց թողնելով լույսը։ Հայելիները շարժվել են միկրոմետրի ճշգրտությամբ, ինչը բավարար է նոր սերնդի օպտիկական փոխարկիչների համար, որոնք կարող են հիմք դառնալ ապագայի համակարգիչներում ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաներում։ Արտադրությունը հիմնված է ստանդարտ ֆոտոլիթոգրաֆիայի վրա, որը համատեղելի է սովորական CMOS տեխնոլոգիաների հետ։ 5 մմ-ի վրա չափով մեկ չիպի վրա կարելի է տեղադրել տասնյակ հազարավոր այդպիսի շարժիչներ։ Դրանք զուգահեռ աշխատում են միևնույն լազերային դաշտի ներքո, սակայն լուծում են տարբեր խնդիրներ կախված իրենց մետամակերևույթի ձևից։ Այս մինիատյուր շարժիչները կարող են ունենալ բազմաթիվ կիրառություններ։ Դրանք կարող են հանդես գալ որպես միկրոսկոպիկ պոմպեր կամ կափույրներ, որոնք կարգավորում են հեղուկների հոսքը անմիջապես մարդկային օրգանիզմում։ Դրա համար օգտագործվում է ալիքի 1064 նանոմետր երկարությամբ լազեր, որը անվտանգ է հյուսվածքների համար, որովհետև կենսաբանական ստրուկտուրաներն այն գրեթե չեն կլանում, իսկ մի քանի միլիվատ հզորությունը մնում է անվտանգ արժեքների տիրույթում։ Այո, էներգարարությունավետությունը առայժմ ցածր է, սակայն միկրոմասշտաբներում դա կրիտիկական չէ։ Շատ ավելի կարևոր է, որ շարժիչներն անդադար աշխատում են ավելի քան 11 ժամ ու պահպանում են իրենց ստրուկտուրան անգամ կես տարի հետո։ Նրանց աշխատանքը ժամանակի ընթացքում դանդաղում է խառնուրդների կուտակման հետևանքով, սակայն հատուկ մաքրումից հետո սարքը կրկին նորմալ աշխատում է։ Այս շարժիչներն իրենց տեսակի մեջ առաջինն են։ Դրանք ճանապարհ են բացում դեպի նոր տեխնոլոգիաներ, երբ մեքենաները կսկսեն աշխատել բջիջների մակարդակում օգնելով բժշկությանը, օպտիկային և նանոինժեներիային։ Բրիտանացի գիտնականները առաջին անգամ տեսել են T-քիլերի և վարակված բջջի միջև մահացու մենամարտի առաջին րոպեները։ T-քիլերները կամ ցիտոտոքսիկ T լիմֆոցիտները մեր իմունային համակարգի ունիկալ բջիջներն են, օրգանիզմի էլիտար մարտիկները։ Նրանք որոնում և ոչնչացնում են իրենց զոհերին, լինեն դրանք վիրուսներով վարակված թե քաղցկեղային բջիջներ, սակայն մինչև վերջերս անհայտ էր, թե կոնկրետ ինչպես են դրանք գործում կոնտակտի առաջին րոպեներին։ Քեմբրիջի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները օգտագործել են էլեկտրոնային միկրոսկոպիայի և կենդանի բջիջների եռաչափ վիզուալիզացիայի առաջավոր մեթոդներ։ Նրանք դիտարկել են մկան գենետիկ մոդիֆիկացված T-քիլերներին, որոնք արձագանքում էին կոնկրետ պեպտիդի և միաժամանակ երևում էր դրանց կորիզը, բջջային կենտրոնը, ցենտրոսոման և ակտինային կարկասը։ Արդյունքում գիտնականներին հաջողվել է իրական ժամանակում նկարահանել զոհի վրա T-քիլերի իսկական հարձակման տեսանյութը։
Գլխավոր հայտնագործությունն այն է, որ T-killer-ի կորիզը пассив չի մնում, արդեն կոնտակտից 2.5 րոպե անց այն բառացի տեղափոխվում է զոհ բջջի հետ փոխազդեցության գոտի։ Դա շատ ավելի շուտ է, քան տեղ կհասնի ցենտրոսոման, որը ինչպես հայտնի էր նախկինում երկու բջիջների կոնտակտի հատվածի սինապսի մոտ է հասցնում գրանզիմներով եւ պերֆորինով մահաբեր գրանուլները։ Պերֆորինը անցքեր է բացում թշնամու մեմբրանի վրա, իսկ գրանզիմները թափանցում են ներս եւ գործարկում բջջի ինքնաոչնչացման process-ները։ Նախկինում համարվում էր, որ հենց ցենտրոսոման է կառավարում քիմիական նյութերը տեղ հասցնելու process-ները։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կորիզը նույնպես ակտիվ դեր է կատարում։ Այն վերածվում է առաջնագծում յուրահատուկ հարձակման շտաբի, մոտենալով սինապսին, այն միանգամից ստանում է պրոբորբոքային գեները միացնող ազդանշանային սպիտակուցները, որոնք մեծացնում են բջջի ակտիվությունը։ Գիտնականները ստուգել են կորիզի շարժման այդ մեխանիզմները։ Եթե դրոզոֆիլ ճանճի ձվաբջիջում կորիզը շարժվում է միկրոխողովակների միջոցով, ապա այստեղ լրիվ այլ է։ Գլխավոր դերը կատարում է միոզին 2 սպիտակուցը։ Բավական է խախտվի դրա աշխատանքը ու կորիզը կդադարի շարժվել սինապսի ուղղությամբ։ Ավելին, կդադարի դեպի կորիզ կարևորագույն սպիտակուցների տեղափոխումը ու T-killer-ը կզրկվի բորբոքային գեները միացնելու հնարավորությունից։ Էլեկտրոնային միկրոսկոպիան էլ ավելի զարմանալի կադրեր է բացահայտել։ Հենց կոնտակտի հատվածում կորիզի մեմբրանից անջատվում էր փոքրագույն վեզիկուլներ, որոնք Golgi ապարատով անմիջապես շարժվում են դեպի բջջային մեմբրան։ Հետազոտողների կարծիքով հենց դրանցում են գտնվում թարմ սինթեզված սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են արագ եւ կետային հարձակման համար։ Այսպիսով առաջին անգամ հաջողվել է մանրակրկիտ վերականգնել իրադարձությունների հաջորդականությունը։ Սկզբում կորիզը սրընթաց շարժվում է դեպի առաջնագիծ, ապա շարժվում է ցենտրոսոման, ու միայն դրանից հետո է իրականացվում մահաբեր գրանուլների մատակարարումը։ Այս process-ը տևում է հաշված րոպեներ, սակայն ապահովում է իմունային հարվածի աներևակայելի ճշգրտությունն ու էֆեկտիվությունը։ Այսպիսի հայտնագործությունները կարևոր են ոչ միայն ֆունդամենտալ կենսաբանության համար։ Այսօր T-killer-ներն ակտիվորեն կիրառվում են բժշկության մեջ։ Դրանց սովորեցնում են ճանաչել նոր թիրախներ ու օգտագործում քաղցկեղի կամ վիրուսների դեմ պայքարի համար։ Սակայն վարժեցնելը երկար ժամանակ է պահանջում։ Վերջին մշակումները թույլ են տալիս վարժեցման process-ը իրականացնել անմիջապես բուժառուի օրգանիզմում, կրճատելով բուժման տևողությունը։ Կորիզի դերը հասկանալու կօգնի այդպիսի մեթոդները դարձնել ավելի արագ ու ճշգրիտ։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Ֆիզիկոսին, մաթեմատիկոսին ու ինժեներին հանձնարարում են գտնել կարմիր ռետինե գնդակի ծավալը։ Ֆիզիկոսը գնդակը սուզում է ջրով տարայի մեջ եւ հաշվում դուրս մղված հեղուկի ծավալը։ Մաթեմատիկոսը կանոնով չափում է գնդակի տրամագիծն ու լուծում եռակի ինտեգրալը։ Իսկ ինժեները դարակից հանում է կարմիր ռետինե գնդակների ծավալների աղյուսակ, ձեռնարկն ու գտնում անհրաժեշտ արժեք։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։